Մատնանշեցիք, որ հրավիրելու եք մասնագետների անկախ կուսակցական պատկանելությունից, վերկուսակցական նպատակներ եք դնելու եւ փորձելու եք համախմբել։ Ես կուզենայի իմանալ, դուք պատրաստ եք այդ համախմբումը իրականացնել եւ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ պարոն Ծառուկյան, կհամաձայնեք, որ մեր օրերում ով խոսում է ինչ-որ բան առաջարկում է, միայն իրեն է տեսնում վարչապետի պաշտոնում եւ հենց այդտեղ համախմբման ամբողջ ծրագիրը փակվում է եւ ձախողվում։ Ձեր ուղերձը ես ճիշտ հասկացա։ Այո, բայց ամենակարևորը ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբելու, ներկայացնելու ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքյան հայությանը, տեղի հայությանը, անհրաժեշտ իրենցից խորհուրդներ լսելու, ծրագրին մասնակից լինելու, կազմակերպելու աշխատանքին, տվյալ գործունեությանը պարտադիր չի, որ դու կարողանաս կազմակերպել ծանոթ բարեկամով։ Մարդը կարող է պատահել ինքը չի ցանկանում կուսակցական լինել, բայց ինքը լավ մասնագետ է, իր ցավն էլ տանեմ։ Դրա համար եմ ես ասել, որ այսօր կուսակցությունները լիարժեք արդեն իրենց հավատքը կորցրել են եւ ոչ մի կուսակցություն չի կարող ասենք թե մենակ այս երկիրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Դա ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի, այլ անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծելու, համախմբելու գաղափարը, միտքը, հայրենասիրությունը, որ սա այսօր անհրաժեշտություն է, այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին, այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այդ վեր ուժը, որ կարողանա անհրաժեշտության, որ համախմբի ամբողջ ազգին, ամեն ինչի հասած մարդ եմ, իմ համար պաշտոնը դա կարևոր չէ, իմ գործունեության մեջ դուք տեսել եք, ու իմ համար ազգը, երկիրը, պետությունը, հզորությունը, հաղթանակը, հպարտությունը, ես հպարտանամ, որ ես հայ եմ, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, հպարտորեն դու կանգնես աշխարհին նայելով, որ ես հայ եմ, այլ ոչ թե դու ամաչես, որ դու հայ ես։ Հիմնական իմ խնդիրը ես պատրաստական եմ այո հրավիրելու, ասելու, այդ ծրագիրը կազմելու եւ վարչապետի պաշտոնից հավակնություն չունեմ։ Իմ հիմնական նպատակն է, որ իմ երկիրը հզոր լինի, իմ երեխաները, իմ թոռները խեղճացած չլինեն, անվտանգությունը ապահովված լինի, խեղճությունը վերանա, մենք հպարտանանք, որ կարողացել ենք մեր երեխաներին, մեր թոռներին, որ նշել համար ստեղծել անվտանգ, զարգացող հզոր պետություն։ Այսինքն ըստ ձեզ բանաձևը մեր օրերում պետք է լինի, ինձ չի հետաքրքրում պաշտոնը, ինձ հետաքրքրում է իմ հայրենիքը, իմ պետությունը։ Ես դա ասեցի մեկ անգամ եւս կրկնում եմ, ես պատրաստ եմ, այո, ինձ պաշտոն պետք չի, ես կարևորը ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր երեխաները, մեր թոռները նոր սերունդը այդ խեղճացած, բարդված մթնոլորտում չմեծանան, չապրեն։